Կնոջը ծեծել են պարբերաբար։ Տարբեր բութ առարկաներով, ռետինե խողովակով։ Անպատվել, ստորացրել, գլխին լցրել արտաթորանք, վատ աշխատելու համար։ Աշխատանք, որը չի էլ վարձատրվել։ Մի ամիս աշխատեցի, մի ամիս հետո արդեն հետս դժման եկան։ Նա մենակ չի եղել ամուսնու հետ, նրա վիճակը նմանատիպ էր։ Ամուսնուն հաջողվել է փախչել։ Գիշերվա ժամը 12-ին մի հատ պապուտնի մեքենա եկավ կայնցրի, ասի ախպեր մամաս մահամեծ հիվանդ պարկած է, էլի պետք է հասնեմ էլի։ Կնոջ վիճակը ավելի է ծանրացել, հիմա կաշխատես ու կստորացվես երկուսի փոխարեն, քանի որ ամուսինդ փախավ այս սկզբունքով։ Դուրնը փագել ես վարես։ Կանամ նույն կամ։ Ամոս նույն կամ ես։ Ինչպես սկսվեց այս պատմությունը և ինչպես ավարտվեց։ Ամենի մասին հերթականությամբ։ Ոմն Էլո Մուրազի Թամոյանը ենթադրյալ հանցագործը նույնիկը Էրիկն է, աշխատում է Գրիգոր Միքայելյանին պատկանող անասնագոմում, որը գտնվում է Կոտայքի մարզի Կամարիս գյուղում 150-ից 200,000 դրամ վճարի դիմաց։ Որոշ ժամանակ անց անասնապահը որոշում է թեթևացնել իր կյանքը ու պարտավորությունները փոխանցել մեկ այլ անձի, իր ընկերոջը, ում հետ ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում։ Նախկին դատապարտյալների կապը շարունակվել է նաև ազատություն արձակվելուց հետո։ Էրիկը տեղյակ լինելով ընկերոջ ծանր պայմաններից, իսկ պայմանները ընկերոջ իսկապես շատ ծանր են, զանգահարում է և առաջարկում աշխատանք։ Զանգահարեց Էրիկը, ասում է գործ կա, ասի ինչ գործ է, ասի հիմա մամաս հիվանդ պարկած է, հիվանդ է, էլի վատ առողջ է, ոնց թողեմ մորս կնոջս հավերիս, ոնց թողեմ գամ, ասում է ես քեզի աշխատավարձ կտամ, ասի ինչքան կտաս աշխատավարձը, ասեց 80-ից 90,000, գնացի աշխատանքը տեսա, անասունները մցրեց ինձ իր գոմը տեսա, դուրս եկավ, հավանեցի, ասի էլի գումար էլի կաշխատեմ, մինչև ձմեռ կաշխատեմ, աշունը գարունը կգամ, պոլերս կքանդեմ, սիաշկա կանեմ մարտավարի, հանգիստ կապրեմ, մաքուր, ոչ թե բոմժավարի կապրեմ։ Հետո համաձայնվա։ Ընկերոջ համար նախատեսված աշխատանքը շատ էր՝ անասնագոմի մաքրում, անասունների կերակրում, խոտ հնձում, հովվի աշխատանք, ստացված կաթի տեղավորում և այլն։ Որոշ ժամանակ անց ամուսինը ինքն է նախաձեռնում, որպեսզի կնոջը նույնպես կանչեն աշխատանքի։ Ամուսինը զանգահարում է կնոջը և ասում, որ գործատուի հետ, Էրիկի հետ, նախապես արդեն պայմանավորվել է նաև նրա առանձի վարձատրության համար 35,000 դրամ ամսական։ Անասնագոմի տիրոջն էլ ներկայացնում է, թե իբր իր բարեկամներն են, ապրելու տեղ չունեն, ժամանակավորապես կմնան այստեղ և մի փոքր կօգնեն իրեն, այսպես 3 ամիս շարունակ։ Ես Էրիկին ասի, Էրիկ կլինի կնոջը զանգեմ, մենակ չմնալու համար, համը ինքն էլ գա աշխատի, համը ես էլ աշխատեմ, իրար հետ աշխատավարձ ստանանք։ Ինքը զանգեց, ասա վարի, ես չէի ուզում գնայի, ավո աղթի ես չեմ գալի։ Ես ասում հիմա գործ էի անում, ամեն ինչ էլ անում էի։ Կներեք իշխեշիրա ես էի հավաքում, փող էի աշխատում, չէի ուզում գնայի։ Ոնց որ իմ սիրտն է վկահատալի, որ չեմ ուզում գնամ։ Հետո ասես լավ, համաձայն եղավ։ Ինչպես և հաճախակի է լինում նմանօրինակ դեպքերում, ենթադրյալ հանցագործը սկսում է դժգոհել կատարված աշխատանքի որակից։ Հիմքեր ստեղծելու համար, որպեսզի չվճարի։ Մի ամիս աշխատա, աշխատավարձից օրնա, ասում եմ Էրիկ, ինձի փող է պետք, էլի ախպեր, փող տուր, ասում է բա ինչ ես անում, ասի բա ոնց թե ինչ ես անում, հետո ասելու բանա, իմ հալար քրնիկն է, չտվեց, ինձի խաբեց։ Մի ամիս աշխատեցի, մի ամիս հետո արդեն հետս դժման եկան։ Մարդը տեսակ հողաթե, ինչա հողաթե մարդաս։ Հավերը բերեցին, տավեցին քեզ, էլ ինչ ես ուզում,
Հավերս չոդան հավաս հազարով նախենցի վարին, էլ ինք ես ուզում։ Սաղ եղանցս բերեն, էլ ինք ես ուզում։ Բայց հագողաթեին ասի ոչ մանին չի գողաթե։ Մի մահանապարն ինք ես, որ մահանա ինչ ես անա, որ ինձ կոպատես։ Այն թող գնամ էին կովերը կթում էին, պատի ես կովի տակը մաքրեց, այն կովի տակը մաքրեց, թարինքը պատի մաքրեց, թարինքը պատի թափեց։ Հոգնամ էի արդեն, ապերու, հոգնամ էի։ Դժգոհությունները զուգորդվում են նաև բռնությամբ, ծեծում է փայտով, քարեր նետում, վերցնում է հեռախոսները, ստուգում հեռախոսազանգերը, այրում կնոջ հեռախոսահամարը եւ զգուշացնում։ Հեռանալու պարագայում, ոստիկանություն դիմելու պարագայում ավելի դաժան է գտնվելու։ Այսքան քարը եկալը շպրտեց, լավ այս վերև թռա, ոտներս բարձրացի վերև թռա։ Աստված հետս էր էլի, Աստված դեմս վերեց, ոնց են ասում։ Լավ այդ քարը չկապավ ինձ, որ կապներ տեղի կմնայի։ Ուշուշ դացես տալիս էր, չեմ ուզում էլի արտահայտնել։ Մանես քաշկամ էր։ Սարերով, քարերով, մարերով վազեցնում էր, քարերի վրա թռնելով, ինձ ասում է հայանք է տալ, ես չեմ ուզում տան էլի։ Ասում է այ ոչխար, այ անասուն, այ տիրոջը այդ ինձ բան, հայանք է տալ էլի, ես չեմ ուզում հայանք տամ էլի։ Որ չվազեիք ինչ կաներ։ Սարեր ու քարերի մեջ ես ինքնի կարողած տալ սպանել ինձի։ Մի հատ հեռախոս ունեին, որ սաղեիք պատին ապնավեմ, չեն թողն։ Հեռախոսը վեկալավ չաղթեն, համարասել հետը։ Մա ինչ պետք է անես, որ ասում է բանը, ես միլիցեքից չեմ վախում, ուզում եք գնացեք ասեք։ Ինել ասում է միլիցեքից չեմ վախում, ուզում ես բողոքի։ Սակայն մինչ այդ ամուսինը արդեն ստացած է լինում լուրը, որ անկողնային հիվանդ մայրը այլևս մահամերձ է եւ վճռում է փախչել։ Երիկին ասի Երիկ, մամաս անկողնին հիվանդ մահամերձ պարկած է, կլինի ես ունինան էթանք։ Դենան, ասում է չէ, ոտներիս կարևորը իմ անասուններն է։ Ինքավ դեղում գնամ, մերս լավ չի։ Այդով թող գնամ, էնի մերս լավ չի։ Բայց չէ, կովեր ավելի կարևոր է, քասեք ու մերը։ Ամուսնուն այդ գիշեր փախչել հաջողվում է կնոջը ոչ։ Կինը ի վիճակի չի լինում քայլել, գերհոգնածության պատճառով։ Կնոջս 5 անգամ ասի, Նինա, ես փախնում, արի գնանք։ Ասեց հոգնած եմ, պետք է պարկեմ քնեմ հանգստանամ։ Ասի հոգնած ես, քերեքանք տուն, կպարկես կհանգստանաս, հոգնածությունը կանցնի։ Չեկավ։ Փախավ ասի լավ գնամ, ես հոգնած եմ։ Դեկնի կարմատ եմ, չեմ կարմ դիմանամ, քնում եմ, աշխեր փախնում ասում եմ, գնամ ես գնամ։ Գիշերվա ժամը 12-ին մի հատ պապուտնի մեքենա եկավ կայնցրի, ասի ախպեր մամաս մահամեծ հիվանդ պարկած է, էլի պետք է հասնեմ էլի։ Մարդը ապրի արև այդ մարդու, իր չասես քաղաք, քաղաքից էլ մի կեփ հասա։ Հասա գնացի մամաս հուլիսի 2-ին մահացավ։ Ձեռս վերցրեց, ես ինձ պաչեց դրեց աչքերին ու հանգավ։ Այդ օրվանից ամուսնու փախուստից հետո կնոջ կյանքը վերածվում է դժուխքի, պայմանները ավելի են սաստկանում։ Առավոտը մեկետին դամդամ եկավ, բայց սուրա, ասի դեդեցին նայ գնաց, խինդ է դիրասի։ Կնոջ շահագործումը այլևս չի սահմանափակվում միայն անասնագոմի աշխատանքներով եւ 42 գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների խնամքով, կաթի տեղավորմամբ, տարաների լվացմամբ ոչ։ Նրան պարբերաբար տանում են նաեւ իրենց տուն մաքրություն անելու, երեխաներին խնամելու։ Այս ամենը զուգորդվում է նաեւ դաժան ծեծով, ստորացմամբ։ Կանգանը խրատում է, գնա մազերը քաշը գնաց, գնա այս տարա, թանքի վրին։ Վինգով, հա, թնքի վրա։ Նրան սկսում են ծեծել տարբեր առարկաներով, ռետինե խողովակով, նաև սկսում են պահել փակի տակ, ելնելով նրանից, որ ամուսինը փախել է, միգուցե կինն էլ փորձի։ Ուրեմն այդ օրը պահել եմ, լավ չեմ զգում։
Այդ օրը որ փակել եմ տեղաշ, ի վրա դուրը փակել են։ Այդ նետելի մոմենտին վրա դուրը փակել եմ որ ես դուրս եկա։ Եթե դուրը բաց է եղել, չէ՞ այդտեղ։ Այդ շերը կարողա փախչեի։ Դուրը վրից փակել էին, որ ինքա չփախչեմ։ Կատարվածին երբեմն ներկա են լինում նաև այլ անձինք։ Այդ մարդը քան անգամ ասում էր, «Էրո, թող գնա, սա շանա քեզ, թող գնա»։ Ով էր ասում։ Այդ Գևորգ Ղաստեր ասում որ թողամ գնամ, էլ չէ թողեմ։ Այդ ուրիշ հարևանը եկավ ասավ Վերոյան, դու իրան տանեմ խոզը պահի էլի, ծանոթ էր, էլի մեծ ծանոթ էր, ինձ ծանոթ էր, Կիրովականից էր ինքը, ես էլ եմ Վանաձորից։ Մանա, ասավ դու տանեմ, պահեմ էլի, ես բերել եմ, ես կպահեմ, ազնիտ ես պահեմ։ Բռնությունը տեսել է նաև Էրիկի կինը, որը ելնելով ամուսինների խոսքից նույնպես բազմիցս ենթարկվել է ծեծի ամուսնու կողմից, ունեցել է կոտրվածքներ և տարբեր տեսակի վնասվածքներ։ Այս ամենը իհարկե սարսափելի է, բայց ամբողջը չէ։ Ենթադրյալ հանցագործը ունի երեխաներ անչափահաս, մեկը առողջական խնդրով, և նույնիսկ իրենք չեն մազապուրց եղել։ Հայրը պարբերաբար ծեծի է ենթարկել նաև երեխաներին։ Իր կինը տեղյակ էր, թե ինչ անում իր ամուսինը։ Իր կինը տեղյակ էր իր ամուսինը ինչ էր անում, բայց ցավոք սրտի իր կնոջն էր ծեծում, իր երեխեքին էր շան օրի տալի, կնոջն էլ շան օրին էր տալի, ոնց որ կնոջս այդպես ծեծում էր, իրան էլ էր ծեծում։ Էրիկը կնոջն էլ էր ծեծում։ Հա, այնի դեպի խափում ես, թե վիրասա ջարդելա։ Ինքը ինձ պաշտպանում էր։ Կինը։ Հա, կինը ասում էր արա մեղ կաղագին թող գնա։ Դրա համար կնոջն էլ էր ծեծում։ Հա, դրա համար կնոջն էլ էր ծեծում։ Իսկ երեխաներին։ Հա, երեխեքին էլ։ Բյաթիվան տղա ուներ։ Դեն ասում այդ երեխե, որ հետ մեջ այդ երեխեն գալիս է, իմ գիրքն է թարնում։ Լավ չէր խոսում երեխեն։ Կինը փախնում էր, փախնելը փախնում էր, հետո ընկնում էր ավտոյով մաներ գալի գտնում էր ու բերում էր շանցեց էր տալի։ Կնոջը։ Հա։ Դուք տեսել եք այդ ամեն ինչը։ Ես տեսել եմ, ականատես եմ, ինքն էլ է, կինս էլ է ականատես։ Արաղը խմում էր, գալիս էր այսպես պապումներով տեղեր խմում։ Ու գալիս էր, բանը խմում էր ապին, շանում էր։ Ինչ էր անում։ Շանում էր, Շաշանում էր։ երեխեքին էր ծեծում։ Ինքը պիվա էր խմում, արաղ էր խմում, չգիտեմ ինչ դեղ էր խմում վերջանում էր ու գժվում էր, ոնց որ սատանեն իրան բռներ, գժվում էր էսենց, ու թողում փախնում էր։ Տանջահար կնոջ մղձավանջը շարունակվել է նաև գիշերները ելնելով ամուսնու փախուստի հանգամանքից նրան սկսել են պահել փակի տակ։ Գիշերը նրան տվել են դույլ, բնական կարիքները հոգալու համար, որից հետո ենթադրյալ հանցագործը դույլը դատարկել է կնոջ գլխին ու դեմքին։ Կնոջը սա սպառնալի կար է, ծեծել է, ջարդել է, փշրել է, ես էլ հետո էլ ասում աղաչել եմ, ասել եմ Հիսուս ջան, ինչ կներ, խնդրում եմ աղաչում եմ, մենակ թող կինը սաղ գա, սաղ փախնի, բայց մենակ ծեծած ջարդած գա, հենց այդպես էլ եղավ։ Մեկ օրը ես լավ չէի, գնացի վերևից եկա ներքև, ասում արի ես գնում եմ։ Մենք գրեմաններով ես փախա։ Ում ասեցիք գնում է։ Իրա գնոջը Մարի։ Հա։ Ասի ես գնում եմ։ Այդ այնտեղ հանեցի այդ գոմի շորերով, թողել եմ ու գնացել եմ։ Գնացի ճամփեն հասա, մի հատ լավ կնիկ էր, ասի ասեն ծուվատ է եկեի, կարամ դիման է եկեի, առաջ էի, բայց լավ գնում է։ Ասի մոքուջա կարած սուկ մի գտոր հաստա։ Դե հա, ոյ ասվա ջան։ Ասավ այ գնանք իմ տուն, գնացի հեռու էր գրեմանից մի գիշտ նեքև, գնացի իրաստուն, հացա, պամիդոր ամեն ինչ էլի յուր մուր շորը մորտ տավեր, սանդեմանդ տավեր, էգա հասա մի
շենք ականվա եկատները ոչ բռնելի կա, չոչաննենով պտանում եմ, որ տապք են ամատեղ։ Հեն ամատա մեկ ուժամ, հատկերա ատեղ կանեմ, մեկ իլ արդեն հովիրի ձեն եմ լսան։ Հովիրի արդեն 5-6 գալիս են, վայ ասվաջան, համի ես դուզ գամ, Մանի գնան խաբախտան արդեն են այդ աղջիկը վաղճում։ Մնացի, մեկ ուժամ մնացի, ումի 500 դրամ եմ ուզում չեն տալի, որ գնամ Աբովյան հասնեմ, Մլիցանոց մտնեմ։ Ամերյա 40 կիլոմետր որդով գնացել եմ։ Ենթադրյալ հանցագործը ունենալով շփում թե քրեակատարողական հիմնարկում եւ թե դրանից հետո տուժողների հետ գիտեր ոչ միայն նրանց ծանր կենցաղային պայմանները, այլ նաև այն մասին, որ ամուսինները երկուսն էլ ունեն հոգեկան առողջության խնդիրներ եւ երկուսն էլ գրանցված են համապատասխան հաստատություններում։ Այս հանգամանքը նույնպես ենթադրյալ հանցագործը փորձել է օգտագործել, հավանաբար մտածելով շատերի նման, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդու հանդեպ որևիցե արարք անպատժելի կմնա, քանի որ անապացուցելի կլինի, սակայն այստեղ նույնպես սխալվել է։ Հենց այս հանգամանքը ավելի է դաժան դարձնելու նրա պատիժը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը տարբերակված մոտեցում է դրսևորում կախված տուժողի ով լինելուց։ Եվ եթե մենք ունենք մարդու տրաֆիկինգ կամ շահագործում առանձին հոդված, դա 188-րդ հոդվածը, ապա դրան հաջորդող 189-րդ հոդվածը վերաբերվում է երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի տրաֆիկինգին կամ շահագործմանը։ Անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, ով չի կարող ֆիզիկական կամ հոգեկան հատկանիշներից ելնելով դիմադրություն ցույց տալ, ղեկավարել իր գործողությունները կամ անգամ չի հասկանում իր հետ կատարվածի բնույթը։ Այսինքն, եթե մենք խոսում ենք օրինակ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասին, ովքեր որ չեն կարողանում ղեկավարել իրենց արարքը կամ չեն գիտակցում իրենց նկատմամբ կատարված բռնությունը, ապա տվյալ դեպքում իրենք դիտվում են որպես անօգնական վիճակում գտնվող եւ նրանց նկատմամբ կիրառվում է արդեն ավելի խստացված մոտեցում։ Եթե օրինակ մարդկանց տրաֆիկինգի պարագայում կախված հոդվածի մասից մենք ունենք 5-ից մինչև 14 տարի ազատազրկում պատժատեսակ, ապա երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի տրաֆիկինգի դեպքում 7-ից մինչև 15 տարի ազատազրկում է նախատեսված եւ սա պայմանավորված է ոչ միայն սանկցիաներով, այլ նաեւ միջոցներով։ Օրինակ, մեծահասակի դեպքում պարտադիր է, որպեսզի արարքը տրաֆիկինգ որակվի, լինի բռնություն, հարկադրանք, խաբեություն, վստահության չարաշահում կամ այլ ինչ-որ մի ներգործության միջոց, որը նշված է օրենսգրքում։ Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի պարագայում նման միջոցները պետք չէ։ Այսինքն անգամ մեղմ համոզումը, ուղղակի նյութապես շահագրգռելը, հետաքրքրություն առաջացնելը բավարար է, որ սա դիտվի շահագործում։ Ինչու, որովհետև ինչպես երեխան, այնպես էլ այդ անօգնական վիճակում գտնվող անձը շատ դեպքերում չի գիտակցում իր համաձայնությունը ինչին է տալիս, կամ այդ համաձայնության ենթատեքստում իր դժվարություններ կան։ Եվ գործնականում մենք ունեցել ենք անգամ դեպքեր, երբ որ տկարամտության տարբեր աստիճաններ ունեցող անձի պարագայում նրան համոզել էին կատարել բավականին մեծածավալ ծանր աշխատանք նորից անասնաֆերմայում, ընդամենը օրական 3-4 անգամ մեծ ամանով նրան ժարի տարած կարտոֆիլ տալու, որովհետև դա իր ամենասիրած ուտելիքն էր։ Եվ իրենք շատ մեծ թավայով պատրաստում էին դա, ինքը ամենաերջանիկ մարդն էր, որովհետև ինքը ստանում էր այն, ինչ ուզում էր, բայց ինքը չէր գիտակցում, որ իրեն շահագործում են, որովհետև ինքը հասկանում էր, որ գտնվում է շատ իդեալական ինչ-որ մի միջավայրում։ Դրա համար այս տեսանկյունից, երբ որ մենք խոսում ենք թե երեխաների, թե անօգնական վիճակում գտնվող անձանց մասին, իրենք գտնվում են հավելյալ պաշտպանության ներքո։ Կոպիտ ասած, նրանց համաձայնությունը, անգամ այդ հարկադիր աշխատանքը կատարելու պարագայում պետությունը ի սկզբանե դիտարկում է առ-ոչինչ եւ արարքը որակում է որպես տրաֆիկինգ կամ շահագործում։ Անասնաֆերմաներում շատ հաճախ հիմա հանդիպող դեպքեր են մեր երկրում եւ այս վերջին 2 տարիների ընթացքում անընդհատ նմանատիպ դեպքեր կան, երբ որ ֆերմայի տնօրենը տերը վերցնում է ինչ-որ մարդկանց, ովքեր, չգիտեմ, անգամ անկողին չունեն, հա, այսօր քնելու համար, հաց չունեն եւ այլն, առաջարկելով իրենց իհարկե որտեղ կտամ ձեզ մնալու, ուտելիքով կապահովեմ եւ այլն, եւ մարդիկ համաձայնվում են։ Կան դեպքեր, երբ որ երեխաների հետ են նաև եղել, երբ որ համաձայնվել են, այսինքն երեխաների հետ են, հա, գնում այդ
ֆերմա իբր թե աշխատելու։ Եղել են դեպքեր, երբ որ երեխան կախված տարիքից, երեխան նույնպես ենթարկվել է, այսինքն ինչ որ աշխատանք էլ երեխայի համար են որոշել, եղել է, որ երեխան փոքր է եղել, ուղղակի գտնվել է մոր կողքը եւ անում են ամենատարբեր աշխատանքը, իհարկե շատ ծանր, շատ վատ աշխատանքներ, կապված, չգիտեմ, անասունների խնամքի, ինչ որ ծանր գործեր եւ այլն, եւ որպես կանոն իհարկե չեն վարձատրվում իրենք եւ այդ խոստացված պայմանը բնակության կարա լինի ուղղակի, ասենք, չգիտեմ, գոմի անկյունում ինչ որ մի հատ մահճակալ։ Ձեր կողմից մատնանշված դեպքը ինքը դասական աշխատանքային շահագործման դեպք է, որի ժամանակ առկա են եղել բռնության տարբեր դրսևորումներ։ Այսինքն կիրառված միջոցներից եղել է եւ ազատության սահմանափակում, եւ հարկադրանքի տարբեր եղանակների կիրառում, եւ դրանք ոչ միայն ցուցմունքների շրջանակներում պետք է ապացուցվեն, այլ նաեւ առույթի շրջանակներում ձեռք բերված այլ ապացույցների միջոցով։ Գործը գտնվում է դատավարության փուլում, եւ դատավարության շրջանակներում բազմակողմանի դիտարկվելու են ոչ միայն այդ անձանց ցուցմունքները, այլ նաեւ հավելյալ այլ ապացույցները։ Իսկ բռնությունը ընտանիքի անդամների հանդեպ, օրինակ տրաֆիկինգի երթայված անձանցից մեկը պնդում է, որ կինը ձեռքի վրա մի քանի տեղից կոտրվածուկ ունի։ Դա միանշանակ հեշտությամբ կարելի է ապացուցել ռենտգեն հետազոտության արդյունքում, ապա տվյալ պարագայում քննիչ ունի նման գործիքակազմ։ Ավելին ասեմ, քանի որ ընտանեկան բռնության դեպքերի շրջանակներում անգամ մասնավոր մեղադրանքի գործերը քննվում են հանրային մեղադրանքի շրջանակներում, այսինքն որևիցե բողոք որևիցե անձից պետք չէ, միայն ընդամենը դեպքի մասին իմանալու պարագայում արդեն բարույթը նախաձեռնվում է, այդ պարագայում եթե պարզվի, որ եղել են կոտրվածքներ եւ այդ կոտրվածքները եղել են ընտանեկան բռնության հետևանք, տրամաբանական է այդ կոտրվածքները կստանան իրենց գնահատականը եւ կախված կոտրվածքների տեսակներից, բարդությունից դա կարող է դիտվել եւ առողջությանը պատճառված ծանր վնաս եւ կարող է դիտվել նաեւ առողջությանը պատճառված միջին ծանրության վնաս։ Դա հետագա քննության եւ ուսումնասիրության արդյունք պետք է լինի, բայց միանշանակ ցանկացած ցուցմունք ինքը դիտվում է որպես ապացույցի ինքնուրույն տեսակ եւ գնահատվում է այլ ապացույցների հետ համակցության շրջանակներում։ Ենթադրյալ հանցագործի մեղքը հաստատվելուց հետո նա ստիպված է լինելու նաև վճարել մարդկանց, ում օգտագործել է եւ ստրկացրել։ Եվ այս անգամ արդեն ոչ թե իրենց պայմանավորվածությամբ, այլ օրենքով սահմանված չափով, ինչը ընդհանուր առմամբ ավելի խոշոր գումար է լինելու, քան թե նա խոսք էր տվել։ Հայաստանի Հանրապետությունում գործում է նվազագույն ամսական աշխատավարձ հասկացությունը, որը ըստ գործող օրենքի դա 75,000 դրամ է։ Դա նշանակում է, որ ցանկացած կատարված աշխատանք ինքը նվազագույնը պետք է վարձատրվի այդ գումարի չափով։ Եվ եթե օրինակ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ավելի նվազ գումարի չափով, ապա հաշվարկային միավոր պետք է վերցվի կամ 75,000 դրամ գումարը, որը նվազագույն է, կամ համանման աշխատանք իրականացնելու պարագայում այլ անասնապահական ֆերմաներ ինչքան են վճարում նման աշխատանք իրականացնող անձին։ Ավելի 75,000 դրամ գումարը դա նվազագույն շեմն է, որովհետև եթե այնտեղ գալիս է արտաժամյա աշխատանք, իսկ այդ 75,000 դրամը դա շաբաթական 40 ժամ աշխատանքի դիմաց է իրականացում, եթե կա արտաժամյա աշխատանք, գիշերային աշխատանք, եթե կա աշխատանք հանգստյան կամ տոնորերին, տվյալ դեպքում արդեն համապատասխան կա գործակցային վերանայում, որտեղ 1.5-2 անգամ ավելի շատ պետք է լինի այդ ժամային տարիֆը համապատասխան աշխատանքը կատարելու համար։ Դա նորից միանշանակ դառնում է ուսումնասիրության առարկա հենց դատավարության շրջանակներում։ Որպես կանոն, նման պատմությունների ներքո անպայման գտնվում են մարդիկ, ովքեր գրում են տուժողներին մեղադրական մեկնաբանություններ ասելով ինչի չէին հասկանում, թող ավելի ուշադիր լինեին, ավելի զգոն լինեին, կանխելու համար մեղադրական մեկնաբանությունները տուժողների հասցեին, ասեմ, որ նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած մեկը, տրաֆիկյորները հնարամիտ են եւ բարբերաբար փոխում են իրենց աշխատանքային սխեման։ Միևնույն ժամանակ, իհարկե, իրազեկվածությունը շատ բան է փոխում եւ իրազեկված լինելու պարագայում իսկապես դուք կարող եք ավելի զգոն լինել եւ կանխել հնարավոր դժբախտությունը։ Մեղադրողական վերաբերմունք միևնույնն է կա, անգամ այն հանդիպումների շրջանակում, երբ որ անում են օրինակ իրազեկելու տրաֆիկինգի երևույթի մասին մարդկանց, անպայման խմբում գոնե մի քանի հոգի մեղադրողական
խոսքով հանդես գալիս են, հա, որ, չգիտեմ, դե թող իրանք էլ չհամաձայնվեն կամ տեսան իրանց ուզած պայմանները չի կամ, չգիտեմ, թող փախնեին, հա, մի քիչ միշտ շատ հեշտ է խոսել այս ամենի մասին, շատ ավելի իհարկե դժվար է, երբ որ դու արդեն հայտնվել ես այդ իրավիճակում, հետո տրաֆիկինգի նաև տրաֆիկյորը նաև ինքը ինչ որ ձևով ընտրում է, հա, մարդկանց, իզուր չի, որ ավելի խոցելի մարդիկ, ավելի խոցելի են նաև տրաֆիկինգի երևույթի համար, մարդիկ, ովքեր չգիտեմ, ինչ որ կարիքներ ունեն, հա, տարրական կենսապայմանների ապահովման կարիքներ կամ ինչ որ մեկի համար հոգ են տանում, պարզա, որ իրանք ամեն ինչ էլ համաձայնվում են, դեպք ենք օրինակ ունեցել, երբ որ բարեկամը իր բարեկամուհուն մուրացկանության էր դրդել եւ տրաֆիկյորը բավական երիտասարդ էր, այսինքն զարմիկն էր եւ իր մորաքրոջն էր, հա, դրդել մուրացկանության, այն պայմանով, որ իրենք իրենց տանը իրեն պահում էին, բայց շատ վատ պայմաններով, բայց ինքը ստիպված էր եւ ոչ միայն ուղակի մուրացկանության, այլ ինքը օրական կոնկրետ գումար պետքա վաստակեր։ Ինչը վերաբերվում է տվյալ պատմությանը, ապա դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ենթադրյալ հանցագործը ազատության մեջ է, երկիրը չլքելու ստորագրությամբ։ Սակայն հաշվի առնելով վկաների եւ ապացույցների առկայությունը, տուժողների հոգեկան առողջությամբ պայմանավորված անօգնական համարվելու հանգամանքը եւ ենթադրյալ հանցագործի նախկինում դատապարտված լինելը պատիժը չի ուշանում։ Շատ կարևոր է ֆիքսել, որ փաստացի այդ շահագործում կատարող անձը, ենթադրյալ շահագործում կատարող անձը ինքը կալանավորված չէ, իր նկատմամբ կիրառվել է այնպիսի խափանման միջոց, որը որ չի հանգեցրել նրա ազատության սահմանափակման։ Եվ այս տեսանկյունից միանշանակ այսպես նշանակում է, որ կամ ինքը ազդեցություն չէր կարող ունենալ այդ անձանց վրա, կամ արդեն ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի իր մեղավորությունը հեշտությամբ ապացուցի եւ ինքը ընթացքի վրա չէր կարողանալու ազդել, կամ ինչ որ մի այլ հանգամանք կա, որը որ կբացահայտվի արդեն դատաքննության փուլում, եւ երբ որ հրապարակվի դատավճիռը, դատավճռի բովանդակությունից պարզ կլինի նաեւ այդ էությունը։